Մուլտիպլիկացիոն ողջույններ իմ սիրելի փոքրիկ նկարիչներ, եթերում մուլտիպնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է, նոր եթերաշրջան, նոր տաղավարից, սիրելի փոքրիկներ, ողջունում եմ ձեզ մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե, ձեզ նաև ողջունում է այս տեսախցիկի ետևում գտնվում էր ժամապահ Քերին, ով մեզ երկար ժամանակ կտա եթերային, որպեսզի մենք սովորենք ձեզ հետ միասին նկարել այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարը։ Դուք հիմա ձեր սեղանին փռեք սպիտակ թղթիկներ, գունավոր մատիտներ, ռետինե ջնջոց եւ կախարդական սև մատիտ։ Դուք գիտեք ռետինե ջնջոցը ինչի համար է, չէ՞։ Ապրեք դուք։ Սխալվելուց պետք է մաքրել եւ նկարել ամենաճիշտը, ամենաուղիղը, ամենան, որ ձեզ սովորեցնում է նկարել Քերի Մուլտիկնիկը։ Դուք անկում էլ այդպես սիրելի փոքրիկներ, սխալվել կարող են բոլորը։ Այ սխալվելուց հետո ռետինե ջնջոցի նման պետք է սխալը մաքրել եւ ապրել ճիշտ, ինչպես նկարչության մեջ։ Լավ, պատրաստ եք, չէ՞։ Մատիտները կան, ռետինե ջնջոցը կա, ասեմ, սիրելի փոքրիկ բարեկամներ, մեր նամակների սենյակից մի քանի ծրար ընտրելուց, առաջադրանքները նայելուց հասկացա, որ լիքը փոքրիկներ, փոքրիկ հեռուստադիտողներ, շատ են ցանկացել, որ Քերին նրանց հատկապես աղջիկները, Քերին նրանց համար նկարի փերի, հետաքրքիր մի փոքրիկ փերի մուլտիպլիկացիոն։ Ես դե փոքրիկների խնդրանքն ու առաջադրանքը միշտ կատարում եմ, չեմ մերժում, հենց այսօր էլ ձեզ աշխարհի ամենադյուրին ձևով նկարվող փոքրիկ փերի կնկարենք։ Պատրաստ եք, տեսեք ինչ ենք անելու։ Սև կախարդական մատիտը վերցնում ենք, դա սովորական մատիտ է, վարպետ մատիտ է, մարկեր են ասում։ Դուք սովորական մատիտով նկարեք, որպեսզի ռետինե ջնջոցով կարողանաք մաքրել, մարկերով չի լինում։ Տեսեք ինչ ենք անելու։ Մեր փոքրիկ փերի գլուխն եմ նկարելու։ Կարծես թե սրածայր խինկալի պետք է նկարենք, տեսեք, այսպես։ Ուշադրություն։ Հիմա կասեք Քերին ինչ անում։ Սա կլինի մեր փոքրիկ փերու գլուխը։ Հիմա մազերն եմ նկարելու, տեսեք, այս մասից այսպիսի մի պատկեր, կալորիկով, ձեզնից դեպի աջ, պատկեր, բարակ գծիկներով, այսպես վարսերն եմ բաժանելու, այսպես, ապրեք դուք։ Ձախակողմի հատվածում եկեք մի գեղեցիկ ժապավեն նկարենք, այստեղ կլորիկ, ուշադրություն, և թիթեռնիկ թևիկները, մեկ, երկու, մեկ կլորիկ էլ այստեղ կարող ենք անել, ու էլի ժապավեն, մեկ, երկու, շատ լավ է, տեսեք, եթե հատկապես կրծեր շատ փոքրիկ, 4, 5, 6, 7 տարեկան նկարիչներն են նկարում, ես ուզում եմ ավելի դյուրին դարձնել նկարել։ Քիթիկը շատ բարդ չեն կանի, այստեղ կենտրոնում մի քիչ ներքև, այսպիսի մի կոր գծիկ կանեմ, հետո ժպիտը կնկարեմ այսպես, հոպ, հոպ, աչքերը պետք է նկարենք, ինչ ենք անելու, կլորիկներ ենք անելու ձախակողմյան և աչակողմյան, հատկապես աչակողմյան մասերում, այսպես, կլորիկներ ենք անելու, սևով ենք ներկելու, բայց պետք է փայլիկ թողնել, իհարկե ձախակողմի հատվածում։ Հիմա տեսեք, սևով ներկեցի սա մեկ աչքը, էլի փայլիկ եմ թողնում, էլի սևով ներկում ենք, սա երկրորդ աչքը, ասացեք, որ լավ է ստացվում։ Թարչիչներ եմ տալու մեր հերոսուհուն, 1, 2, 3, 1, 2, 3, ունքեր, հոպ, հոպ, շատ լավ է։ Հիմա հագուստն ենք նկարելու, շրջազգեստը, երևի ոտիկները, կոշիկները, ձեռքերը, կախարդական փայտիկը, այսպես ուրեմն, ինչ ենք անում սիրելի փոքրիկներ, այստեղ կոր գծիկով պարանոցն ենք նկարում, այսպես, հիմա նկարելու ենք շրջազգեստը, մեր փոքրիկ փերու, այսպես, ամենակարևորը հեզ ձևով եմ ձեզ սովորեցնում նկարել, տեսեք, կոր գծիկով միացնում եմ իրար, հետո մի հատ շերտիկ նորից, Այստեղ կիսակլորիկներով նախ շեր եմ նկարում, շատ լավ է, թևիկն եմ նկարելու, տեսեք, բարակ ձերք եմ նկարելու սիրելի փոքրիկներ, այստեղ բութ մատիկը, մուլտիպլիկացիոն
Ծալված 3 մատիկները, դու գիտեք արդեն մուլտիպլիկացիոն հերոսները ունենում են 4 մատիկներ, չգիտես թե ինչու։ Դե մուլտիպլիկատորները այդպես են որոշել։ Մյուս ձեռքը այստեղից կարող են կախել ներքև։ Բութ մատիկը եւ բռունցք կնկարենք, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի իմ լավ բարեկամներ։ Ոտքերը այստեղից ուղիղ գծիկով զուգահեռ այսպեսի մի պատկեր ենք նկարում, կլորիկ, հետո բալետուհու նման այսպեսի կոշիկ ենք նկարելու, մյուս ոտքը այստեղից էլի նույնի նման կրկնում ենք։ Հոպ, հոպ, կուլպաները առանձնացնում ենք, շատ լավ է, տեսեք իմ լավ բարեկամներ, ասում ենք փերի, փերիները ինչ են ունենում, ապրես դու, թևիկներ, թիթեռնիկի նման, չէ, այսպես ենք անելու, եկեք ականջներ նկարեմ մուլտիպլիկացիոն, 1, 2 ականջներին խորություն տան, հենց ականջներից էլ կսկսենք, ետևի մասում ենք գտնում այսպիսի մի պատկեր, ալիքաձև թևիկ, կրկնում ենք այստեղ, ժապավենը մի փոքր խանգարում է, բայց այսպես, մեկ թևիկը, մեծ ավելի վերևի թևիկը այսպես ենք նկարում, ես գծիկը հաստացնեմ, կրկնում ենք այստեղ, ներքևի թևիկը ավելի անձրևի կաթիլի նման, այսպես, ուշադրություն, այստեղից, թևիկների վրա նախշեր է պետք անել սիրելի փոքրիկներ, այսպեսի մի գալարաձև նախշ կանեմ, հետո այսպես, այստեղ էլ կանենք, ներքևում էլ, ու կլորիկներ, 1, 2, 3, մեծ ու փոքր, կլորիկներ 1, 2, 3, այսպես շարունակ, որպեսզի հասկանանք մեր փերին թռչում է երկնքում, ներքևում ամպիկ կնկարենք, վերջ իմ լավ բարեկամներ, ահա եւ մեր հերոսուհին փոքրիկ փերին պատրաստ է, մեզ մնում է ներկել, եկեք հագուստի վրա սրտիկ նկարեմ, այսպես, ահա, վերջ, սև մատիտը մի կողմ ենք դնում, ժամանակը ստուգում ենք, դեռ ժամանակ ունենք, վարդագույն մատիտը վերցնելու եմ իմ փոքրիկ բարեկամներ, դեմքը, պարանոցը, ձեռքերը, ոտքերի մի հատվածը ներկելու ենք, դե մարմնագույն, լավ, վարդագույն, այսպես ուրեմն, ընդգծում եմ ականջները, այդպես կզակը, ճակատային մասը, ձախ ականջը, հիմա կանցնեմ պարանոցին, էլի կընդգծեմ, քիթիկը կլորացնենք, ժպիտը կընդգծեմ, կոպերը, իմ փոքրիկ բարեկամներ, ճակատային մասը, մի փոքր այսպես կերանգավորեմ, եթե նկատեք, սիրելի փոքրիկ բարեկամներ, ես ինչ-որ տեղ սպիտակ եմ թողնում աչակողմյան մասը, իբրև փայլ, արևից, լույսից, հասկանալի է, չէ? Շատ լավ է, որ հասկանալի է, պարանոցը, էլի, աչակողմյան մասը, սպիտակ եմ թողնելու, ձեռքերը, մատիկները, տեսեք, այստեղ հիշեցրեք ինձ անպայման, որպեսզի կախարդական փայտիկ տանք մեր փոքրիկ փերուն, մյուս ձեռքը, շատ լավ է, այսպես ոտիկները ընդգծում եմ մինչև երկարաչիտ գուլպաները, ուզում եմ ասեի կոշիկները, այսպես, վարդագույնը ավարտեցինք, կարմիր մատիտը վերցնելու ենք, այտերն ենք ներկելու, սրտիկը, քանի որ կարմիր մատիտը մեր ձեռքում է, այսպես, տեսեք, ես ժապավեններն էլ ուզում եմ կարմիր ներկել, ամբողջովին կարմիր չեմ ներկի, իհարկե, չգիտես ինչու, մտքովս անցավ, որ մազերը կանաչ ներկեմ, ես դուք ինչ գույնով ցանկանում եք, հենց այդ գույնով էլ ներկեք, սիրելի փոքրիկ բարեկամներ, ես վերցնում եմ կանաչ մատիտը մուկ, այսպես վարսերը ընդգծում եմ մուկ կանաչ մատիտով, այսպես, ընտրեմ, գծիկներն ենք այսպես ընդգծում,
Նկատեցիք չէ, սպիտակ մասեր մնացին, բաց կանաչ մատիտով, այսպես լցնելու ենք, ներկելու ենք, նարնջագույն մատիտը մեզ օգնության կգա, ժապավենի սպիտակ թողված հատվածները ես նարնջագույն կներկեմ, Այսպես Ուզում եմ թևիկները ներկենք, նոր արդեն շրջազգեստը հասկանանք, թե ինչ գույնով ենք ներկելու Տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, կլորիկները թևիկների վրա Այսպես Ես կարմիր եմ ներկել, նույնիսկ ընդգծելու եմ գալարաձև նախշերը Այսպես Այսպես Անցնում ենք արդեն ձախ թևիկին Ընդգծում ենք գալարաձև նախշը Կլորիկները Ներքևի հատվածում Այսպես Շատ լավ է Ես կոշիկներն եմ կարմիր ներկելու Կլորացնելու ենք Ձախակողմյա հատվածից, աչակողմյա հատվածը սպիտակ մասեր ենք թողնելու իբրև փայլիկ Ոչ չէ, ինչ ենք անում սիրելի փոքրիկ բարեկամներ Նարնջագույն մատիտը կվերցնեմ, այսպիսի նախշ կտամ Սրածայր մասից թևիկի Նույնիսկ ընդգծեմ ինչ որտեղ Բայց ամբողջովին եթե նկատում եք չեմ ներկում Նույն ձևով ներքևի թևիկը, այսպես կընդգծեմ, կկլորացնեմ, անցնում ենք հաջորդին, էլի կընդգծեմ, սիրելի փոքրիկ բարեկամներ, թևիկը պատրաստ է, Վերցնում ենք ամենակախարդական դեղին մատիտը, ամբողջովին թևիկը մեր հրեշտակի կամ փերու ներկում ենք դեղին, սիրելի փոքրիկներ, այսպես, ժամանակ կարծում եմ մեզ կբավականացնի, հիմա ժամանակին նայեմ և քեռու աչքերին, դեռ ունենք, կասնենք, 5 րոպե ունենք, այսպես, Աչակողմյա թևիկները ներկեցինք, անցնում ենք ձախակողմյան թևիկին, այսպես, ներկում ենք, լավ է, վատ չէ, ես ուզում եմ հագուստը, շրջազգեստը, ներկել կանաչ, բայց տեսեք, Ուզում եմ շերտիկը մուկ կանաչ ներկել Այս նախշերի մեջ կլորիկներ անել Ապրեք դուք Ապրեք Հիմա օձիքը էլի մուկ կանաչ մատիտով Այսպես կընդգծեմ Եվ մուկ կանաչ մատիտը մի կողմ կդնենք Կվերցնենք բաց կանաչ մատիտը մեր փերու շրջազգեստը կներկենք բաց կանաչ Շատ գեղեցիկ հերոսուհի ստացվեց ինձ դուր է գալիս Տրարարատատամ այսպես Ռապապամպամ Ռարարա Երկարաձիգ գուլպանները Էլի կանաչ եմ ներկելու Տեսեք ինչ եմ անում Մուկ կանաչ մատիտով շերտիկ կտամ Այսպես Մնացած կներկեմ բաց կանաչ մատիտով Մեր հերոսուհին ավելի լավ երևալու համար մեզ ինչ է պետք Մեզ պետք է բաց կապույտ մատիտը Որպեսզի ամպիկը սպիտակ մնա Սիրելի փոքրիկներ, իսկ երկինք կապույտ Ընդգծում ենք ոտքերից Այստեղ Այսպես Հիմա ես դեպի ներքև ամպիկը կընդգծեմ
Տեսնեք, որ սպիտակ ամպիկ ստացվեց։ Թղթիկը ճնշում եմ սպիտակ։ Աչակողմյան հատվածը նույն ձևով ներկում ենք։ Այ հիմա կապույտ մատիտով ամբողջովին սպիտակ մնացած թղթիկը, այսպես կապույտով, բաց կապույտի մատիտով ներկելու եմ իմ փոքրիկ բարեկամներ ու ձեր փոքրիկ փերին պատրաստ է լինելու եւ ավելի լավ է երևալու, քան սպիտակ թղթիկի վրա։ Այսպես։ Սավառնում է երկնքում մեր կախարդական փոքրիկ փերին։ Վերջ, ավարտեցինք իմ փոքրիկ բարեկամներ։ Ահա այն պատրաստ է։ Պատրաստ է, իսկ մեր ժամանակը քեռի հասկացա, ավարտում եմ։ Սիրելի փոքրիկներ, ձեր խնդրանքով աշխարհի ամենահեզ ձևով նկարվող փոքրիկ փերին պատրաստ է այն։ Բա, հեշտ ստացվեց, չէ՞, բասում եք չի ստացվում։ Ես գիտեմ, սիրելի փոքրիկներ, դուք ուզում եք քեռի մուլտիկնիկին ձեր նամակներում գրեք, թե ինչ մուլտիպլիկացիոն կերպար կցանկանաք, որ քեռին ձեզ սովորեցնի նկարել, ճիշտ է։ Իսկ ձեր նկարները, առաջադրանքները, փոքրիկ պատմությունները քեռուն հասնելու համար պետք է հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը ձեր նամակները ուղարկեք։ Վերջ ժամանակն է հրաժեշտի, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Ժամապահ քեռին, մեր նոր հերոսուհին, փոքրիկ փերին եւ քեռի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս, ասում եմ Աստված ձեզ պահապան եւ մեր այն կախարդական խոսքը, որից հետո պետք է անհետանամ, գնամ մուլտ աշխարհ։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Ալեբուլդա։